Հայաստանի հարավում Մեղրի խոշորացված համայնքում այսպես են դիմավորում Երևանից ժամանած Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին։ Նրանց շնորհիվ Մեղրին այս օրերին ֆինանսական մշակույթի կենտրոն է դարձել։ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը Մեղրի է բերել բացառիկ ցուցանմուշներ, հին դրամներից մինչև մեր օրերի հուշադրամներ։ Շատ հետաքրքիր նմուշներ ունենք Արշակունյան թագավորության ժամանակաշրջանի թողարկած դրամներից, որոնք մինչև վերջին ժամանակներս դեռ, այսպես ասած, վիճահարույց էին համարվում եւ դեռ ապացուցված չէր, որ դրանք Արշակունիների թողարկումներն են։ Այս ցուցադրությունով Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությունն է ներկայացնում։ Մարզային նախորդ ցուցադրությունների համեմատ այցելուների կենտրոնը Մեղրի է հասցրել արտագնա այցերի ընթացքում նախկինում չցուցադրված նմուշներ։ Սա մեր ներդրումային դրամներն են, նոյանտապան թեմատիկայով թողարկված ոսկե եւ արծաթե։ Այստեղ տեսնում ենք գիպսե մոդելը, որը հուշադրամը պատրաստելու համար նախորդ պատրաստում են այս գիպսե մոդելը։ Այդ գիպսի մոդելի հիման վրա հետագայում պատրաստվում է անմիջական գործիքը, որը հատում է մետաղադրամը։ Մտածում եմ, ասում եմ, շատ տեղերից գալիս են Երևան, շատ են գալիս մարզերից, բացի նրանից, որ մենք ենք գնում այնտեղ ժամանակավոր ցուցահանդես անելու, նաև գալիս են մոտակա մարզերից եւ այլն։ Բայց երբևիցե Մեղրից այցելու չենք ունեցել, դա հասկանալի է, որովհետև հեռու է, եթե պիտի գան գիշերակացով, ծախսատար բան է, եւ ասեցի մենք կթեթևացնենք իրենց գործը եւ որոշեցինք, որ գանք Մեղրի։ Սյունեցիները հնարավորություն կունենան ծանոթանալու պատմական եւ ժամանակակից մետաղադրամներին, թղթադրամներին, Կենտրոնական բանկի դրամական թողարկումներին եւ հուշադրամներին, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի գործառույթներին 9 օր շարունակ։ Այցելուների կենտրոնը Երևանում վերջին տասնամյակի ընթացքում հյուրընկալել է 150,000-ից ավել երեխա։ Այցելուների կենտրոնում ներկայացված են ոչ միայն պատմագրական նմուշներ, այլ նաև Կենտրոնական բանկի կողմից ներկայումս շրջանառության մեջ գտնվող բոլոր մետաղադրամները, թղթադրամները։ Երկու անգամ այս ցուցադրությունը Երևանում եմ տեսել, մի անգամ Կապանում եմ տեսել, այսօր եկել եմ, որ մի անգամ եմ Մեղրիում տեսնեմ, Ագարակում տեսնեմ։ Մի բան եմ ուզում ասեմ, ձեր հասակակից ընկերները Երևանում ամիսներով հերթ են կանգնում, որպեսզի կարողանան այս ցուցադրությունը տենան։ Ձեր աշխատանքի շնորհիվ մենք այսօր ունենք բացառիկ հնարավորություն ավելի լավ հասկանալու մեր պատմությունը եւ գնահատելու մեր ժողովրդին։ Մենք չենք եկել դատարկ ձեռքերով նաեւ, մենք երկու նվեր ենք բերել։ Մեկը մեր մարզպետարանին ենք ուզում նվիրել Դավիթ Բեկի արծաթե հուշադրամը։ Բացառիկ կոպեկա, որը կոնկրետ հենց Սյունիքի մարզի հետ է կապված։ Եվ երկրորդ նվերը, որը նվիրում ենք Մեղրի համայնքապետարանին, դա մեր հայկական դրամի 30-ամյակին նվիրված մեր թողարկած հուշադրամն է, որը ես հույս ունեմ տեղ կգտնի քաղաքում կամ համայնքապետարանում։ Այս միջոցառմամբ Կենտրոնական բանկը իրականում միավորել է անցյալի եւ ներկայի արժեքները, դրամի պատմությունը դարձնելով հասանելի նաեւ մարզաբնակների համար։ Այս այն դուրեկեր, որովհետև վրան ոսկի կա։ Գույնը սիրուն է ու թանկ է։ Սենց բան չէր եղել, մեր մոտ շատ լավ է։ Ես նայում եմ համ երեխաներ կա, համ մեծեր կան, բոլորին հետաքրքրում է։ Հետո էլ նվերը անցյալն է, տեսնանք ոնց են եղել։ Իդեպ ցուցահանդեսը ոչ միայն պատմական է, այլև կրթական, ֆինանսական գրագիտության դասընթացի ընթացքում այցելուները հնարավորություն ունեն տեղում հասկանալու, թե ինչպես է գործում բանկային համակարգը, ինչ տարբերություն կա ավանդի եւ վարկի միջև, ինչպես են ստեղծվում վճարային քարտերը։ Ֆինանսական գրագիտությունը ֆինանսական բարեկեցության կարևոր բաղադրիչ է եւ մեր այցելուները տեսնելով դրամի պատմությունը, ծանոթանալով դրանից հետո նաեւ ուսումնասիրում են ֆինանսական բարեկեցության ուղին ինձ հետ։ Մենք կուսումնասիրենք այս անգամ արդեն Մեղրի համայնքում ինչպես կարելի է հասնել ընդհանուր բարեկեցության, որի կարևոր բաղադրիչն է նաեւ ֆինանսական բարեկեցությունը։ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը շարունակելու է դրամաշրջանառության պատմությունը Հայաստանի ամենատարբեր ծայրեր հասցնելու ավանդույթը։ Հաջորդ տարվա այցերի ծրագրերում արդեն Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերն են։